Հրադե մարդիկ բողոքում են, ասում են դանդաղ ես խոսում, տնքում ես, բան ես անում։ Ժողովուրդ իրականում դուք ինձ եթե հանդիպեք, ինձ հետ զրուցանեք, ով ուզում ա լինի։ Ուրեմն իմ արագ խոսալուց բոլորը զահլեն կգնա, ես ձեզ պարզ ասեմ, ոնց կա էլի։ Ես որ խոսում եմ, մարդիկ սուսարած լսում են։ Հնարավոր է զահլերն գնում է իմ արագ խոսալուց, շատ խոսալուց բանից, հնարավոր է եւ զահլերն գնում է, ես իրականությունն եմ ասում։ Ես խոսալու ժամանակ ես թույլ չեմ տալի, որ մարդիկ անենց անկապ ինչ որ թեման փոխեն, բան անեն։ Թեմայից ես խոսում, այդ թեմայից էլ խոսում եմ, Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այսօրվա Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մի քանի բառ եմ ուզում ասեմ, որ դա ամենակարևորն է։ Պուտինի ասելը ժողովուրդ ջան, գիտեք ինչա։ Ասմա Նիկոլ ջան, գյուղավարի եմ ասում ժողովուրդ, դու գիտեք ինձ, ես այնպես լեզու խոսում եմ, որ հասկանաք։ Ասմա Նիկոլ ջան, կամ Հայաստանու ղեկավար ես պետք է ընտրեմ, կամ Եվրոպան։ Նայեն, որ տնտեսության անունա տալի դա սուտ բան է, Պուտինը ուրիշ երկրներ Հայաստանից բացի էլ ով ունի որ նա բան ծախի վաճառի, էլ ով է նրանից բան առնում, սաղ փակած է 4 կողմը։ Մի քանի հատ սենց հանրապետություններ են մնացել, որ սրանից բան են առնում, էլի Ուկրաինայում եթե կռիվը չլներ, կարող է Հայաստանը արդեն պոլնի լրիվ թեքվեր Ուկրաինայի շուկա, Ռուսաստանից բանել չառներ։ Մի հարցը նրանում է, որ Պուտինը պարզ ասում է, պարզ, կամ պետք է ես Հայաստանում նշանակեմ ղեկավար, կամ Եվրոպան։ Ժողովուրդ ջան, իսկ Փաշինյանն ասում է, մենք դեմոկրատական երկիր ենք, մեր մոտ ինտերնետն էլ չի արգելված, նամյոկներով էլի Պուտինին ասում է, չէ ձեզ ոչ մեկն էլ չի ընտրելու։ Հիմա տենց է ժողովուրդ ջան, դե ով կընտրի, բայց ստեից խելոք մարդիկ արդեն սկսել են փասափուսանները քաշելը։ Ուղղակի ստե պրոբլեմը գիտակ որ նա պրոբլեմը մի հատ է, ոչ մի բան չի վաճառվում, ընդհանրապես, մանավանդ եթե տենում են հայ ես, ոնց որ ես շամվոր տենոցը սովոր ծրած է, եթե հայա հայից չարնեք, ոնց որ տես մի բան կա էլի մեջ, չգիտեմ, դե իմանայենք էլի ոնց կլնի։ Ոչ մի բան չի վաճառում, դե մարդիկ էլ սաղ կյանք աշխատել են, ստեղծել են 2-3 տուն, ամեքին ունեն, բիզնեսներ ունեն, օֆիսներ ունեն, բան, դե ոնց կարան թողեն, դա արդեն ոնց ասած վերջի մոմենտ, էլի ոնց որ Ղարաբաղցիք վերջի մոմենտ էլ վարիանտ չկար, կամ պետքա կոտորվեին, կամ թողեին գնային, ստե էլ նույնն է լինելու, էլի վերջի պահ, դե մի, կամ սենց, կամ նենց։ Նու ես չեմ կարծում, որ ստե տենց բան կլի, բայց որ խեղտեն կարան խեղտեն, մարդկանց խեղտեն, նենց խեղտեն, որ մարդիկ իրան կթողեն հեռանան, ամեն ինչ էլ կարա լինի, չեք տենում աշխարհի դրությունը, աշխարհի վիճակը, ես ինչ վիճակը, ժողովուրդ ջան, տես բաներ, հիմա ես ուզում եմ մեր Հայաստանաբնակ ժողովրդին ասեմ, ժողովուրդ ջան, մենք Եվրոպայի կողմնակից ենք, թե Ռուսաստանի կողմնակից ենք։ Իմ կարծիքով մենք Հայաստանի կողմնակից ենք, մենք ընտրելու ենք պարոն վարչապետին, Նիկոլին։ Ռուսաստանից գալու ենք ընտրենք Նիկոլին, էսի 100%։ Եմ որ վարչապետն ասում է Ռուսաստանից, որ գան մեզ են ընտրելու, նա պատահական չի ասում։
ես որ 100,000 նաղդ բերող եմ։ Եթե իրանք կարան բերեն, մենք է կարանք բերենք, ինչի չէ, դժվար է, այդքան հետևորդ ունեմ, կբերեմ էլի, կբերեմ կընտրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչ ա եղել որ միայն մեկ էլ իմ ասածը դիմությունը չվերցնի ասեն Ռուսաստանից Նիկոլի համար ընտրողներ են բերում, ասում եմ, ես էլ եմ ասում, ինչի չէ որ, եթե հնարավորություն լի կբերենք։ Դե մեզ այդքան փող չունենք Քոչարյանի Սամվելի բանի նման, Դոդի բանի նման, դրանք միլիարդների վրա նստած են, դե բայց դե մի սամալյոտի փող կչարենք էլի, կգանք, ժողովուրդ ջան արխեին լիղեք, լավ ա լինելու, մեր ուղին գծած ա, մենք մեր ուղով էլ գնալու ենք, սա արդեն վերջի քայլերն են անում սենց, գազով, բանով, մանրից նամյոկներ են տալի ատոմակայանը կփակենք, ես կանենք, մի բան, ժելեզնե դարոգ, ես մի բան, մենք էլ հայերին կնե, նեղացրեք, ինչքան ուզում նեղացնեք, մտամ թե, որ Ղարաբաղցիներին նեղացրիք, ինչ թողին փախան Ամերիկա, Ռուսաստան, ցախ Հայաստան եկան էլի, հա դե մի քանիսն էլ եկել են ստերք, ինչ կա, Ռուսաստաններում բանում են։ Մի խոսքով արխեին եղեք, սաղ լավ ա լինելու, կարևորը մեր երկրի ղեկավարը խաղաղասեր ա։ Այ էտա փրկությունը, այն որ ասում են փրկությունը դրա մեջ ա, երբ որ երկրի ղեկավարը խաղաղասեր ա, առնախում չի Քոչարյանի բանի նման, խաղաղությունը դրա մեջ ա, ժողովուրդ ջան, փրկությունը ժողովրդի դրա մեջ ա, երկրի ղեկավարը եղավ խաղաղասեր, ժողովուրդ փրկված է 100%, դա է փրկությունը, մնացած որ ասում ես մեկը գալիս է փրկի, մեկը գալիս է փրկի, մեկը զինված ուժեր այս իմ Իսրայելներից բերում են, դա արդեն պատերազմի նորից զրուցա, չէ։ Բայց ինչ է ասում մեր վարչապետը, խաղաղություն եւ վերջ, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ինչ ասեմ դեր ցավատանեմ, լավ ա լինելու արխեն եղեք։